Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօրվա մեր հյուրը իմ կողմից շատ սպասված մի անձնավորություն է, պրոֆեսիոնալ թենիսիստուհի Անի Ամիրախյանը, ով որ միշտ բարձր է պահում մեր երկրի պատիվը տարբեր մրցաշարերում, հենց նոր էլ վերադարձել է մրցաշարից, շատ շնորհակալ ենք Անի ջան, որ ժամանակ գտարեք։ Քեզ մերսի կանչելու համար։ Անին զբաղեցնում է համաշխարհային ռեյտինգում արդեն 777։ Վաու։ Հայաստանից մարդ ինչ հաճելի է։ Շատ շնորհակալ ենք, որ եկար մեր ոդկասթին։ Այսօր խոսալու ենք համ թենիսից, համ նրանից, թե ինչքանով են կապված իրար հետ պրոֆեսիոնալ սպորտը, տրավմաները, բժշկությունը ու ի վերջո ես ու Մերին MRT մասնագետներ ենք ու ինչքանով է կարիք լինում թենիսիստներին անցնելու MRT հետազոտություն։ Այդպես, մի քիչ պատմիր։ Ես զբաղեցնում էի WTA-ում 422-րդ տեղը, դա շուտվանից էր 10 ավել տարի առաջ էր, հա։ Հետո ֆինանսական լիքը խնդիրներ կար ընդհանուր, ես թենիսը թողեցի մի քանի անգամ, երեխա ունեցա, մի երեխա ունեցա, հետո էլի խաղացի ինչ որ միջապ երկրորդ երեխան ունեցա ու այս վերջերս անցած տարի որոշեցի, որ ինչու ոչ, երեխեքը արդեն в принципе մեծ են, հա, կարելի է խաղալ։ Մի տուրնիր, երկրորդ տուրնիրը իրար հետևից շատ լավ գնաց ու այդպես ինչ որ մտա էլի պրոֆեսիոնալ սպորտի մեջ ու շատ կայֆ է ճիշտ ասած որ այդպես է տրավմաները իհարկե կան ես ինչքան հնարավոր է մրցումների մեջտեղները փորձում եմ գնամ ռեաբիլիտացիայի հենց իմ կրունկի համար, իմ մեջքի համար եւ այլն, բայց դա իրանք իրար հետ սերտ կապ ունեն տրավմաները եւ պրոֆեսիոնալ սպորտը առանց տրավմա պրոֆեսիոնալ սպորտ в принципе չի լինում, որտեվ շատ է նագրուսկաները ու շատ անգամ մարմինը այդ նագրուսկաների տակից չի կարողանում դուրս գալ։ Այո, օրինակ մոռացա նշեմ, որ Անին համ էլ մարզիչ է, բարձր կարգի, բարձր մակարդակի մարզիչ, իմ անձնական մարզիչն է։ Այո, պետք է սկսեիր, որտեղից Հեսա վերջացնենք խոսենք այդ թեման։ Այո, օրինակ Անի ջան, նախ մի հատ ասա, ինչքան փոքր տարիքից են երեխեքը սկսում քո մոտ գալ, քանի տարեկանից է սկսում երեխեքի հետ պարապել։ Ես սկսում եմ պարապել 10-11 տարեկանից, բայց ընդհանրապես հիմա տարիքը փոխվել է երեխաների, եթե երեխան ուզում է պրոֆեսիոնալ զբաղվի, պետք է գա մոտ 5-6-ից, այն ժամանակ, երբ որ ես եմ սկսել 7-8 տարեկանը, օքեյ, հիմա դա արդեն ուշ է, հիմա ավելի շուտ փոքր տարիքից են սկսում, մոտ 6 նույնիսկ 5-ից են տանում արդեն խմբակային պարապմունքների երեխաներին, որ ծանոթանան թենիսի։ Հայրիկն է, չէ, ավելի շատ փոքր։ Պապան է իմ հետ զբաղվել, այո։ Իսկ Պապան էլ է թենիսիստ։ Պապան թենիսիստ չի եղել, ոչ։ Պապան հենց զրոյից ինքը սովորելով, իմ հետ միասին սովորելով, ինձ առաջատարել իմ ամբողջ կարիերայի ընթացքում։ Ինչ հետաքրքիր է, որովհետև հիմա ավելի շատ հնարավորություններ կան մեր հասարակության համար, երեխաների եւ թեկուզ մեծերին այդ սպորտը ներկայացնելու հարցով, իսկ ես հիշում եմ փոքր ժամանակ, այսինքն մենք մոտավոր մի տարիքային խմբում ենք գտնվում, շատ քիչ էր այդ հնարավորությունը, այսինքն գիտեմ ընդամենը 2 կորտ որ կար, մի հատը Արարատը եւ Հրազդանը։ Այո, այդ 2 կորտը կար ու ոնց որ ոչ մի ձև ունեի շատ փոքր հնարավորություն այդտեղ մասնակից լինելու համար, էլի։ Ապրի ձեր հայրիկը, որ ձեզ մտցրել է այդ սպորտի մեջ եւ հիմա դուք կարողանում եք ձեր կյանքը վայելել եւ ինչ որ չափով, ճիշտ եք ասում։ հա, ինչ որ չափով ձեր ապրուստը ապահովել ձեր սիրած աշխատանքով։ Այո։ Ու ասեմ, որ Անի մոտ պարապելը այդ շատ ուժեղ դիսցիպլինար իրավիճակ է, երբ որ որ sense դու իրավունք չունես ուշանալու, դու իրավունք չունես մի բան։ Շուտ արարի պարապում ուշանում են։ Իմիջիալոց ես զգացել եմ տենդենց կա, որ բոլոր տրեներներ են տենց, այսինքն բոլոր բարեխիղճ տրեներներն են տենց։ Իմաստ չկա, հասկում եք, սպորտը ինքը դիսցիպլինա է, Շուշանիկը ինձ դրա մասին ասում է, եւ անգամ իմ տրեներները, ես իհարկե այդ սպորտի մեջ չեմ, միշտ որ անգամ ես ուշանում եմ պարապմունքից, իրանք խմբակային պարապմունքը սկսում են, ես գալիս եմ միանում եմ, այսինքն դա իմ խնդիրն է, որ ես ուշացել եմ։ Այո, այդ շատ ոնց դիսցիպլինա է զարգացնում։ Ասեմ ու անցնենք բուն թեմաներին։ Ես ու Անին լոկացիայով իրար մոտ ենք ապրում ու երբ որ իմ պարապմունքը դրված է առավոտյան ժամը 7-ին, որը որ առաջի պարապմունքն է Անին գալիս է իր մեքենայով ինձ վերցնում է, որ հանկարծ Շուշանը իդեալական հարաբերություններ։ Այո։
Լավ, ուրեմն մի հատ ցենց շատ կարևոր հարց։ Կոմոդ գալիս է երեխա, ով որ, չգիտեմ, 10 կամ թեկուզ պատանի թող լինի, 15 տարեկան է ու խաղի ընթացքում, պարապելու ընթացքում ինքը ինչ որ ցավ է ունենում, անհանգստություն է ունենում, ոնց էս այդ դեպքերում վարվում, ինչ մոտեցում ես ցույց տալիս։ Տեսեք, առաջինը ըստ նրա թե քանի օր է երեխան պարապում շաբաթական, թե ինքը պրոֆեսիոնալ խաղացող 15 տարեկան կարող ինքը ինքան է պարապում, ամեն օր պարապում է, հա, օրինակ ինքը ունի գերհոգնածություն, այդ մի ուրիշ թեմա է, բայց եթե ինքը գալիս է շաբաթը կոմոդ մի անգամ, այդ լրիվ ուրիշ թեմա է։ Հիմա վերցնենք խաղացողի, ով որ պարապում է, դառնա պրոֆեսիոնալ, 10 շաբաթը 7 օր գալիս է 15 տարեկան։ Առաջինը, օրինակ, եթե ինչ-որ ոտի խնդիր է մոտ լինում, այդ իմ առաջին բանն է, որ ասում եմ, որ ստելկաներ պիտի ունենաք, ճիշտ ամեն մեկը ինդիվիդուալ իր ոտի համար, որտեվ դա իմ կյանքի խնդիրն է եղել, դրա համար ես կոնկրետ այդ ցավերին, ոտի ցավերին վերաբերվում եմ շատ բան, էլի, ոնց որ իմը ցավա, որովհետև սաղ կյանք ունեցել եմ կրունկի խնդիր ու մի այն ժամանակ, երբ որ պապանից պարապացնում էր, հենց այդ ժամանակ տեղյակ չէինք, թե ոնց պետք է հարցը լուծենք, իմ մոտ կրունկների խնդիր կար, ցավում էին կրունկներս։ Այսինքն տակը ներբանների հատվածը։ Չէ, մի քիչ ավելի վերև դեպի ախիլ այդ հատվածներ ցավում։ Ինչա բժշկական գաղտնիք կարամ Հա, իհարկե, ասեմ, անմոռացա այդ Հագլունդի դեֆորմացիա։ Երկու ոտներ, ձախը ավել։ Ու պրոֆեսիոնալ մարզիչ։ Ու մարզիչ եմ, իմ մոտ այդ ախնդիր, որ двойной нагрузка է ստացվում, որտեվ նույն մարզելը, ես որ մարզում եմ, Շուշանը գիտի, ես իր հետ խաղում եմ, Հանին հետ ասացվել է MRT կլինիկում։ Հետազոտվել է MRT կլինիկում։ Ամբողջ ողնաշարի եւ ոտքերի MRT-ն մենք ունենք ու հուսանք, որ հիմա համատաբար լավ է, չէ՞, քեզ զգում ռեաբիլիտացիաներից։ Այո, ռեաբիլիտացիա եմ անում, ամեն մրցումից հետո գալի ռեաբիլիտացիաների եմ գնում, որտեվ հասկանում եմ, որ ինձ պետք է անպայման поддерживающий ինչ որ մի բաներ անել, էլի, որտեվ առանց դրա չի լինում։ Հետ գանք երեխային, ոտի հետ կապված կոնկրետ առաջինը միշտ դա եմ ասում ու շատ մարդկանց ուղարկել եմ պոդոկլինիկ Մուշեղի մոտ, ինքն է շատ լավ սարքում այդ ստելկաները, իր մոտ ես ինքս 4 ավել 5-6 տարի երևի իր մոտ եմ գնում, ամեն 3 ամիսը մեկ սարքում եմ ստելկանել, որտեվ առանց իրանց չեմ կարող խաղամ, ընդհանուր չեմ կարող քայլեմ, հա, սկսենք դրանից, հա, մյուս եթե ինչ-որ ուրիշ տեղ է ցավում, անպայման հարցնում եմ ինչքան ժամանակ է ցավում, ինչ շարժումից է ցավում, կարող է տեղում վարժությունը փոխենք, անենք ինչ-որ մի ուրիշ բան, բայց եթե անդադ ասում է երեխան, որ ցավում է, առաջին ինչ ասում եմ, բժշկի է պետք գնալ։ Ու ինքս իրան ասում եմ, որ բժշկի մոտ, որովհետև մի քանի բժիշկ կա, ում ես ընդհանուր վստահում եմ, այդքան MRT-ի համար իհարկե Շուշանին։ Իսկ մենք հետաքրքիր է ձեր ակումբներին կից, որտեղ որ դուք մարզվում եք, աշխատում եք, կան առհասարակ լինում են սպորտային ակումբներում կցված սպորտային բժիշկներ, որ ոչ, հեսա, ասեմ, մեր ֆեդերացիայի նախագահը փոխվել է մոտ 1 տարի առաջ ու ընդհանուր մեր ֆեդերացիայի աշխատելու ձևը մենք հիմա ոնց որ 0-ից բազան դնում ենք, հա, ու առաջինը մենք դրանով էլ պետք է զբաղվենք հենց այս տարի բժշկության թեմայով, բժիշկների հարցով, սպորտային բժիշկների հարցով, որտեվ այդ նշում ամենակարևոր բանն է երևի, հա, որ դու իմանաս, որ ինչ բժշկի մոտ ես տան, որ չլինի հայվարի, գիտեք, դե սրա մոտ գնացի, հետո նրա մոտ գնացի, հետո բա չէ, էս ամենալավը, չէ, էս ամենալավը, այդ խնդիրը որ չլինի, պիտի հստակ մի հատ բժիշկ, մի բժիշկ, երկու բժիշկ լինեն սպորտային, որ դու իմանաս, այս մարդը ամեն ինչից տեղյակ է, ուղարկում ես երեխուն այս մարդու մոտ ու դու վստահ ես, որ մարդը հարցը կլուծի, ոչ թե այնց վաղ կասի, հա, էսա, դե տեսեք, էստեղ գնացեք, ընդ գնացեք։ Իսկ օրինակ տես դեպքեր եղել են քո պրակտիկայում, որ ինչ որ տրավմա լինի հենց պարապմունքի ընթացքում, այսինքն խաղալուց նույն իմ մոտ ա եղել, հենց իմ մոտ ա եղել, ես խաղալուց այդ նույն խաղունդը որ ցավացել եմ, մի խաղի ժամանակ է դա եղել, հարդկորտի վրա է եղել, որտեղ շատանում է ավելի տրավմաները, ավելի տրավմապասն է հարդը, համ մեջքի համար, ծնկերի համար։ Ստացի տարի այդ թեման մի քիչ ավելի բաց ասենք, կապած օրինակ ես տեղյակ չեմ, էլի, կբացատրեք այդ կորտերի հետևորդներն հաստատ կհետաքրքրի, որտեվ թենիսով շատերն են հետաքրքրվում։ Կա clay, կա hard court, կա grass court։ Խոտածածկը ինքը փափուկ է, ավազը ինքը նույնպես շատ փափուկ է, ամենաչորը դա հարդի
hardcore-ն է, որը ոնց որ բետոն լինի, հա, այսպես ասենք։ Ահագին նագրուսկան ավելանում է համ մեջքի վրա, համ ծնկների վրա, համ թաթերի վրա, ու ես Մոլդովայում խաղալուց ռիվոկ արեցի առաջ, սպրինտ արեցի առաջ, ու ես այդ սպրինտի ժամանակ շատ ուժեղ ցավացեցի կրունկս, որ չէի կամ քայլեի։ Աքիլեսյան ջիլը նորմալ է, Շուշանիկ։ Չէ։ Շուշանից ասում էր, որ անջան դու չես կարող այլևս խաղաս, բայց ես ինձ կմարզես Շուշանին։ Դու մի խաղա, բայց ես մարզեմ։ Խիստ վախում եմ անի Աքիլեսյան ջլի հեն մնացած թելիկների վրա դողում ենք, որովհետեւ վիրահատած է։ Չէ, վիրահատած չի, բայց թութու հայ իհարկե, բայց այդ խաղլունդի դեֆորմացված այդ ֆրագմենտացված մասը հետ է գնում դեպի Աքիլեսյան ջիլ, որից որ անընդհատ վնասվում է, բայց անին այնպեսի բնավորություն ունի, որ ինքը զգացվեց, ես անին առաջին անգամ եմ տեսնում ժողովուրդ ջան, բայց ինչ որ արդեն այդ էներգետիկան վայբը ստանում եմ ընդհանուր տաղավարում։ Գիտես մեկ էլ ինչ էի ուզում խոսալ, նայեք, մենք ինչ սկսել ենք խոսալ, խոսում ենք ոտքերի խնդիրներից։ Իմ մոտ նես տպավորություններ, որ եթե դա տենիս է, ապա հիմնական խնդիրը պետք է լինի հենց ուսահոդի եւ արմատահոդի շրջանում։ Բայց չկա տենց կոնկրետ հիմնական խնդիր։ Թենիսում կան շատ խնդիրներ։ Հիմնականը մի քանի հատ են, մի հատ չի, դա ուսն է, ծնկներն է, թաթերն է ու մեջքն է, հա, որտեվ մեջք օրինակ գրիժա, L5, S1 գրիժան ունեն բոլորը։ Բոլորը։ Ես խաղում էի Անտալիայում, աղջիկ էր իմ դիմաց խաղում, տեսնում եմ ինքը չի կամ լավ շարժվի, խաղից հետո ասում եմ ինչ էր եղել, արդեն հաղթեցի, դու ասում է L5 S1 ասի կարաս էլ ոչ մի բան չասես, որտեվ ես այդ նույն ձև գրիժա ունեմ, բայց ժամանակին հետևել եմ ինչ-որ մի ձև, բուժել եմ, հիմա կակ մինիմում կարողանում եմ խաղալ։ Ասեմ դες հարդի վրա ես մի քանի օր առաջ խաղացի մի քանի ժամ ու ես զգում էի շատ մեջքից ցավը, հասկանում եմ որ հարդը մի քիչ այս տարիքում երևի իմ համար չի, ավելի շատ պետք է փոխել գրունտի։ Ուսի համար ես ունեմ համ էստեղ խնդիր, համ էստեղ խնդիր, խրանչսկի վասպալենիա ունեմ էստեղ ու անին միակ մարդը չի, մենք մեր ջիլի կտրվածք ունեմ փոքր։ Մենք մեր թենիսային, այսպես ասած թենիսային community-ից շատերին ենք մեր տալը, համ ծնկներ, համ ուսահոտ, համ արմնկահոտ։ Հուսով եմ անցի ռեկլամա չի լինի, որովհետև այդ ամենը ոնց որ բաղձալի եւ որտեվ դա պրոֆեսիոնալ սպորտ է, այո, դու չունես ոչինչ, խնդրում եմ ժողովուրդ Շուշանիկը թենիսիստու է, բայց չունի ոչ մի խնդիր։ Կստացի ես ինքս էլ միշտ այդ պահը զգում եմ, որ ավազի վրա խաղալը իհարկե ավելի թեթև է ու մի հատ ձեզ ուրիշ բան ասեմ, հենց կոնկրետ քո ոնց որ պահով ասեմ, հա, Շուշանիկը երբ որ եկավ իմ մոտ տեխնիկական մի քանի խնդիր ուներ տարբեր ցավեր ձեռքի մեջ։ То есть մի հատ ուզում եմ բան ասեմ, որ շատ անգամ նագրուսկեքը կապ չունեն տրավմաների հետ։ Շատ անգամ թենիսում, որ լրիվ ինքը տեխնիկա է, լրիվ տեխնիկայի հարց է։ Օտիդո, հա, շղթա է։ Որտեղ դու շղթան սխալ արեցիր, մնացած ամբողջովին սխալ է գնում։ Ու ինքը սխալ տեխնիկա վեր եկել, ունել ցավեր, ձեռքի մեջ արմունկներ ցավում, եթե ես չեմ սխալվում, ուսներ ցավում։ Ու այդ կոնկրետ ոչ թե նագրուսկաներից է, այլ սխալ տեխնիկայից է։ Շատ կարևոր հարց է։ Հիմա երեխաները, երբ որ առաջինը կոմոդ գալիս են, ամենակարևոր բանն է իրանց դնել ճիշտ տեխնիկա, որտեվ եթե դնում ես ճիշտ տեխնիկա, մոտ 95% տրավմաների արդեն էնկոմ են գնում, որտեվ ճիշտ ես խփում, ոչ մի սխալ մկան չի աշխատում, որ քեզ ցավեցնի։ Դուք գիտեք արդեն եկներես էլի երկրորդ մարդն եք մեր ստուդիայում, որ դրա մասին է խոսում, որովհետև ունեինք նաև պրոֆեսիոնալ պարուհի մեր տաղավարում իդենտիկ նույն բանը ասեց, ինչ որ դուք եք ասում։ Այդպես է։ Այնպես որ սիրելի հետևորդներ, սիրելի ծնողներ, տարեք ձեր երեխաներին կապ չունի պրոֆեսիոնալ ինչ սպորտ է, թե դա պարա, տարեք միանշանակ մասնագետների մոտ, ովքեր որ այդ ամեն ինչը հենց ի սկզբանե ճիշտ կդնեն, որպեսզի խուսափենք հետագա խնդիրներից։ Միշտ ավելի հեշտ է չառաջացնել խնդիրը, իսկ prevent անել, կանխարգելել, քան թե բուժել արդեն իսկ արկա խնդիրը։ Բայց շատ անգամ ուրիշ բաներից էլ է գալի տրավմաները։ Օրինակ, առաջինը սխալ ռազմինկա անելուց, որ երեխեքը մեծերը կապ չունի, նույն ես հիմա այնքան եմ իմ մարմինը այնքան ասավորել որ ես մինչև ճիշտ ռազմինկա չանեմ, ես չեմ կարում խաղամ, ես զգում եմ, ես մտնում խաղում եմ, իմ մոտ ցավեր կա, ինչ որ նիպանյատնի ցավեր է, որովհետև մարմինս պատրաստ չի շարժումների, հա, դա սխալ ռազմինկան է։ Դրա համար պետք է անել ճիշտ ռազմինկա ու պարապմունքից կամ խաղերից հետո անել զամինկա։
warm up անել ու անել cool down։ Այդ անպայման այդ երկուսն է, որը ահագին ձեր ասես prevent անում տրավմաները։ Իսկ cool down-ը ոնց է կանում, այսինքն դարոշկայի վրա ուղակի քայլն է դա։ Կարելի է դարոշկայի վրա թեթև քայլել, որ սրտի աշխատանքը լավացնել, հանգստացնել, քանի որ մերը շատ ռիսկի սպորտ է, սրտի աշխատանքը, սիրտը ուժեղ աշխատում, հետո հանգստանում, դրանից հետո իրան պետքա թեթև sense դանդաղացնել, հանգստացնել։ Դա կարա լինի դանդաղ վազք, դա կարա լինի քայլ, դա կարա լինի վելոսիպեդ։ Հիշեցի, որ տենց լինում է, որ ես պարապմունքից դուրս գամ, հատկապես ինտենսիվ պարապմունքից հետո ասեմ, չէ, ես հիմա պետք է ոտով մի քիչ գնամ։ Ուտեղ սիրտը հանգստանում է սրտի աշխատանքը։ Կա ռասիաշկաներ, որ պետք է անես, օրինակ մինչև պարապմունքը, մինչև խաղը պետք է դայնամիկ ռասիաշկաներ անես, то есть ինչ որ շարժման մեջ, դինամիչսկի պիտի լինեն, որտեղ դա ռազմիկա է։ Ու լրիվ наоборот, խաղից հետո դա պիտի լինի կանգնած, այո։ Հիմա որ խոսում ենք նոր բան մտքովս անցավ, այն նորն եմ այդ ինֆորմացիան կարդացել, նույն պրինցիպը շոկեբաղնիկում է։ Շատ մարդիկ շոկեբաղնիկ մտնելուց հետո միանգամից գնում են սառում են, այսինքն կամ ձների մեջ, կամ ինչ որ սառը բասեին, բայց իրականում դա սխալ է։ Ես օրինակ դրա մասին չգիտեի, ես գիտեի տենց օրգանիզմը կոփում են, բայց իրական մարդիկ են տենց էլ ասում են, չէ՞, որ իրանք կոփվում են։ Այո, բայց կա տենց սինդրոմ смерть после бани, մոտավորապես մի ժամվա ընթացքում, քանի որ աշխատանքի պատճառով, բացի այդ էլ եթե մարդը ունի ինչ որ թաքնված թրոմբներ, անոթները ավտոմատ լայնանում են տաք միջավայրից, երբ որ հենց իրանց ռիսկի սառացնում են, ինքը արագ փակվում է եւ թրոմբը կարող է թռնի, ու մարդը կարող է սաղկյանք չիմանալ, որ ուներ թրոմբ, բայց փաստացի շոկեբաղնիկի պատճառով իր մոտ ինչ որ անախորժ դեպք տեղի ունենալ։ Ես իմ ամուսնուն ասեցի, ինքը ասեց ոնց, բայց ես գիտեի դա շատ առողջարար է, ասեցի ես էլ գիտեի։ Դրա համար հունոս պետքա մի հատ ինչ որ հստակ իմացող մասնագետից հարցնեք դա, որովհետեւ տենց շատ լուրջ լեվելի մասնագետից են դա լսել։ Տենց մարդիկ երբեմն իրանց հնարավորությունները, իրանց օրգանիզմի հնարավորությունները գերագնահատում են։ Օրինակ, իսկ քո մոտ է տենց պարապողներ կան, որ դու ուզում ես ֆունկցիոնալ ինչ որ տրենիրովկա անես։ Ոչ, մարդուց է գալի։ Մարդկա ինքը չի սիրում ստուգվել։ Ես միշտ զարմանում եմ այդ մարդկանց վրա, ես ասում եմ, ոնց դու չիմանաս, դու ինչ խնդիր ունես։ Գնա ստուգվի, անալիզները հանձնի։ Բայց չէ, դե հետո չէ, ինքը դա։ Բայց ես օրինակ չեմ գտնում, որ դա ճիշտ է, որտեվ կակ մինիմում դու պիտի իմանաս ինչ խնդիր ունես։ Մնացածը արդեն քո ձեռն է, դու կբուժես, չես բուժվի, խնդրեմ, բայց դու պիտի իմանաս ինչ խնդիրները։ Տենց այդ բանը կա, չէ՞ որ ցավալով պարապում են ու այո, սխալ է։ Մենք էլի խոսացել ենք դրա մասին, այս ցավոտ թեմաներից ենք խոսում։ Ցավով խաղացել է այսօր։ Ես գիտեմ այդ ինչա ընդհանուր, գիտեմ որ սխալ է ու հնարավորինս փորձում եմ այդպես չանեմ, բայց ես օրինակ ապշում եմ քո հենց այդ մրցումային վիդեոները նայելուց, որ նու իհարկե ես դա մեծ հիացմունք է միանշանակ բրավո, որովհետև անին հենց այս վերջերս էլ շատ մեծ հաղթանակներ ա ունեցել, որ միանշանակ մենք բոլորս հպարտ ենք քեզնով, բայց ամեն դեպքում դա իրոք շատ մեծ Կես անաբեռնվածություն է օրգանիզմի վրա։ Բայց գիտես, դա ինչ որ հոգեբանական պահ է, ամեն մի մարդ չի կարող ոնց որ իրանց տիպից չիզբոլ խաղա 1980 ռուսերեն բառերից հավար, բայց հիմա չեմ կարող այդ բառը հայերեն ասել, էլի ոնց է։ Դե մենք այսօր հիմա խոսում ենք պրոֆեսիոնալ մարզիկի հետ, երևի իր դեպքում ներելի է, որովհետև ինքը ունի նպատակ կոնկրետ այդ խաղում հաղթելու, բայց եկեք խորհուրդ տանք մեր հետևորդներին, որ պետք չէ այդպես անել, ու եթե դուք ուղակի, չգիտեմ, ջիմ եք գնում կամ սպորտով եք զբաղվում Միացես օրինակ բերեմ Australian Open-ի չեթվերտֆինալներ, մուզեցիներ խաղում Ջոկովիչի հետ, ինքը հաղթում էր Ջոկովիչին ու պրոստը ինքը վերցեց ատկաց տվեց։ 3-1 2 սեթ հաղթել էր, 3-1 կրվում էր երրորդ սեթում, պրոստը վերցեց ատկաց տվեց ու հետո ասեց, որ իր ձեռը այնքան էր ցավում, որ ինքը էլ չկարողացավ շարունակի, բայց ու ինքը շատ ճիշտ բան արեց, որտեվ օքեյ, դու Australian Open-ը խաղում ես, դու դեռ ջահել ես, դու դեռ այնքան ժամանակ ունես ու վերցնես այդտեղ քեզ սպանես Վնասես քեզ քո կարիերան ու շատերը հիմա բանը համասում են ոնց ինքը չխաղաց մինչև վերջ ու մյուսները գրում են որ չէ ճիշտ արի որ չի խաղացել որովհետև տենց ցավով եթե այդքան ցավացել է պետք չէր խաղալ ու հիմա ճիշտ է որ պետք չէր խաղալ նույնի բիտվել ռիվետ վիճակ նույնի բիտվու հա իհարկե հա որ միշտ կարելի է ավելի պատրաստվել ավելի պատրաստ լինել օրգանիզմը պատրաստել ու ամեն հաջորդ մրցաշարին ավելի մեծ արդյունքի կհասնես այդ դեպքում MRT ոդքասթի գործընկերն է MRT կլինիկը 3 տեսլահզոր MRT սարք, փորձառու բժիշկ ռադիոլոգներ, պատասխանները տրամադրվում են ընդամենը 1-2 օրում։ Մեզ մոտ ամենամատչելի արժեքն է, գործում է առողջության համընդհանուր ապահովագրություն, ինչպես նաև անհատական ապահովագրություն։
Ձեր MRT-ն MRT Clinic-ում։ Օրինակ, ես մի բան ասեմ, նույն այդ պրոֆեսիոնալ սպորտի հետ կապված լինում են, որ խաղացողները, որ դու հասկանաս, որ այդ մարդը է սպորտի համար չի, բայց իրանք sense կպած ուզենան, կպած ինչ-որ sense Ոչ, մեր level-ում չէ։ Մեր level-ում ճիշտ ասած, երբ որ դու խաղում ես, այդ գիտես, այդ մարդը ամբողջովին սպորտի մեջ է, հələ մի բան էլ ինձնից ավել, որտեվ բոլոր ում հետ ես խաղացել եմ, իրանք գործող մարզիկներ են, իրանք մարզիչներ չեն, ինպես, հա, երեխա չունեն, այդպես բան չկա։ Իրանք կակրած naоборот ավելի պատրաստ են, ինչ որ միտեղ ավելի պատրաստ են, քան ես։ Ես գիտեմ, ես էլի MRT արել ենք մենք ձեր ավելի երիտասարդ մարզիկներին, ովքեր էլի պրոֆեսիոնալ սպորտի մեջ են, իսկ օրինակ իրանց հետ կապված այդ ուղին ոնց է լինում, եթե չգիտեմ 15 տարեկան աղջիկա, որ արդեն մրցումների մեջ է, արդեն ունի այդ գրաֆիկը, որ պետք է այս մրցմանը գնա, այն մրցմանը գնա, ու չգիտեմ, իր մոտ հայտնաբերվում է ճողվածք, հա։ Էլ չեն նայում գրաֆիկին, սկսում են բուժել, առաջնահերթ գնում է, հա։ Մի հատ այնպես բան է կա, չէ, որ այդ ցավի ընթացքում այդ հորմոնալ, չգիտեմ, ադրենալինային կամ թեկուզ այդ հոգեբանական այդ իրավիճակն է լինում ու Ուսումս ցավը չզգալ։ Հա, կարա թվաց է, տենց շատ ա եղել, որ երկար խաղ եմ ունեցել, մարմինս ընդհանուր բռնված ա եղել։ Ոչ թե ինչ որ տրավմա եմ ունեցել, այլ ընդհանուր մկանները առավոտը այնքան են ցաված, ես չեմ կարծել քայլել։ Ու ես հենց մտել եմ դաշտ, սկսել ա հաշվով խաղը, մի վարքյան չեմ հիշել այդ ցավի մասին, հենց այդ ադրենալինի պատճառով էլի, որտեվ հետո ավելի վատ չեք եղել։ Մկանների բռնվածության պահով ոչ։ Այդքան չէ։ Տրավման իհարկե հետո ավելի վատ է լինում։ Շատ անգամ ես ճիշտ իբուպրոֆեն եմ խմում, եթե ինձ պետք է որ մի քիչ ինքը անցկացնի ցավը։ Ինչ ասում ենք մի արեք ժողովուրդը։ Գնացեք առողջ խաղացեք։ Չէ, իդեպ ասեմ Անին համել ունի 2 բալիկ ու ինքը ամենասկզբից ասեց ես ունենալով 2 բալիկ, ես 9 տարեկան ու 3 տարեկան համարյա։ Պրոֆեսիոնալ սպորտի մեջ, հա, այնպես որ իսկ օրինակ այդ պահը բալիկներից հետո վերադառնալ պրոֆեսիոնալ սպորտ ոնց է եղել քո մոտ, ոնց է տենց արագ վերականգնվել։ Չեմ կարող ասեմ։ Չգիտեմ ոնց է տենց ստացվել։ Այճիշտ մի մասը գիտեմ, որ ես այնքան եմ պարապել հղի վիճակում, որ հետո դրա պատճառով շատ շուտ եմ հետ եկել։ Այդ հստակը տեղա, բայց ընդհանուր իմ մարմինը ինձ թվում է շուտ վերականգնվող մարմին է, չեմ կարող ասեմ։ Եվ սպորտն է, որ այդքան, չգիտեմ, կոփում է մարմինը, հա, մկանային ուժը շատ ավելի։ Ինձ միշտ հետաքրքրում է օրինակ ոնց են երեխաները վերաբերվում ձեզ, այսինքն միշտ հետաքրքրել է ոնց են օրինակ մարզիկներն նայում իրանց երեխաները, էլի, ասենց հիացմունքով բան, ես միշտ տենց պատկերացում ունեմ, օրինակ ասում мама, хочу быть как мама. Ասո чтобы на меня все смотрели. Ինչ հավես է, ոնց որ այն ռեֆերատները, որ դպրոցում կան, ինչ է աշխատում իմ մաման, որ իմ մաման թենիսիստ է, ինչ հետաքրքիր։ Երեք աղջիկս ասում եմ, այս երբ ես էլի մրցում գնալու, երկար ժամանակով ես գնալու։ Տղան էլ է շատ, շատ սիրելու երեխեք ունեն, բայց կստացի ես նկատել եմ, որ դու քո աղջիկա հանդեպ խիստ չես, ես տեսել եմ ոնց է ինքը մարզում, չէ, կոնկրետ մարզային։ Okay. Համակարգում ես նկատել եմ, որ դու իր հանդեպ թե դա ժամանակի դեռ չի եկել։ Դեռ չի եկել, բայց նոր տանում եմ հիմա իրան թենիսի, ինքը գնում է թենիսի իմ ընկերոջ մոտ, որտեվ ծնող մարզիչ մի քիչ բարդ է հարաբերությունները։ Ոնց որ պացիենտ բժիշկը, ոնց որ մի տեսակ եթե որ քո հարազատն է, դու մի տեսակ ուրիշ աչքով ես նայում։ Հա, հարազատից ես ունենք ես վերջերս որ տատիկիս MRT արեցինք, մի անգամից մերին ուղարկեցի, ասում եմ հələ մի հատ դուել հերթով մի հատ նայ, որտեղ եմ վատ դա նայում ավտոմատ ես էլ պետք է էլի անհանգիստ լինեմ։ Իսկ ուզում եմ աղջիկդ շարունակի էլի ինքը ինձ ինքը իր համար խաղա, տեսնենք տղայիս հարցով ոնց կլինի։ Իսկ կուզես։ Հա, տղայիս կուզենամ։ Հա։ Չգիտեմ ինչի տղայիս կուզենամ։ Ինքը մի քիչ ավելի ճարպիկ է ավելի, ես տեսնում եմ էդ էլի։ Բայց չես ստիպի։ Չեմ ստիպի։ Ծնողներ ունեք, որ ստիպելով երախում բերում են թենիսի։ Օրինակ ինձ ես փոքր ժամանակ ես պատմել եմ, մենք փոքր ժամանակ նույն տեղն ենք, չէ՞, թենիսի գնացել Արարատ ակումբում, այդ տարիքում եւի մենակ տեղ էին բոլորը գնում։ Ինձ իմ հայրիկն է տարել, չնայած թենիսի իմ համար շատ մեծ սեր է, ես դու էլ գիտես ես ինչքան եմ թենիս սիրում, չեմ դժգոհում, բայց ամեն դեպքում ինիցիատիվան ինձնից չի եղել, ինձ իմ պապան է տարել։ Բայց ստիպելա պապատ։
Գիտես ոնց որ այդ ֆոնին երբ որ գնում էի դաշնամուրի նկարչության Սենց պետք է անեի դա տանում են թող տանեն հիմա հա ոնց որ արդեն տենց ես չեմ էլ հիշում ստիպելա թե չէ այդ ոնց որ հիմա չեմ հիշում բժշկական ընդունվելը իմ որոշումն է եղել թե չէ նույնն էլ այդ ամեն ինչը ոնց որ մեր համար սովորական էր չէ մեր մանկությունում չկար iPhone ու iPad ու մեր համար սովորական էր ինֆորմացիա գիտելիք հակառակը երբ որ քեզ քո papan տանում էր թենիսի դա հենց այդ իմ ամենասկզբի ասածն է որ ապրի քո papan որ հասցրել է քեզ թենիսի տանել իսկ հիմա ոնց է այդ ամեն ինչը կատարվում կան ծնողներ որոնք ստիպում են կան ծնողներ որոնք մի քիչ սխալ ձևի են ստիպում արդեն խաղացող երեխաներին ոչ թե ստիպում են թենիսի գնալ, այլ ստիպում են ինչ-որ մի բան անել, որը պետք չի, որը չեն ուզում։ Գիտեք, այդտեղ տոնկի գրանջ կա, էլի, այդ ծնող երեխայի հարաբերությունների մեջ, որտեղ դու պիտի հասկանաս, որտեղ ծնող մնաս, որտեղ մի քիչ ավել լինես, քան ծնող, ավելի խիստ լինես, դա ռեալնա տոնկի գրանջ է, էլի, որտեղ ոչ բոլոր ծնողներն են ճիշտ քայլեր անում, ասենց ասեմ։ Իսկ հիմա օրինակ ինչ խորհուրդ կտաս մեր հետևորդ ծնողներին կամ ավելի երիտասարդներին ովքեր որ մարզիչներին ու իրանց մտածածով քայլեր չանեն, պրոստը վստահեն մարզիչներին։ Լինում են տենց դեպքեր, որ գնում եք ասում եք, գիտեք ինչ ձեր երեխան օրինակ այս սպորտը չի սիրում, իրան ոչ մի ձև սա ապագա չի կամ չել ուզում լինի սպորտի մեջ, մի բերեք խնդրում եմ։ Լինում են մեկ անգամ տենց եղել է, որ այդ տենց չէ, բայց նմանատիպ ասել եմ ծնողը չի բերել, ասել է, օքեյ, ես էլ եմ տեսնում, ճիշտ ծնող ա եղել է այդպիսի բան։ Իսկ օրինակ երեխաներից խոսացինք, բայց մեծ տարիքում լինում է, որ բավականին է, որ միջինից մեծ տարիքի ինչ որ մեկը գա քո մոտ, ասի, օй, գիտեք, ես ամբողջ կյանքում երազել եմ թենիսով զբաղվել, հիմա կարամ դենս ու չմոռանանք, որ թենիսը համել թանկ սպորտ է, ասի հիմա կարամ ինձ թույլ տամ ու ուզենա գա, բայց դու հասկանաս, որ այս մարդու համար ավելի շատ տրավմատիկ է ու պետք չի։ Տեսեք, պրոֆեսիոնալ խաղացող դու կարես լինես փոքր տարիքից եթե սկսես։ Մեծ տարիքում դու մաքսիմում լուբիցել ես լինելու ու լավ լուբիցել։ Ու լիքը կան մարդիկ, որոնք գալիս են 0-ից խաղալու ու դու տեսնում ես, որ իրանք կարում են խաղան, դու իրանք տեխնիչնի են, իրանք տակտ ունեն, իրանք տակտի զգացողություն ունեն, ոտերի աշխատանք եւ այլն, հա, այդ ամեն ինչը երևում է։ Ու իրանք ասում ես, ինչ կայֆ է, ինչ լավ է զգում, ու իրանք շատ ասում են, բա որ փոքրուց գայինք, ինչ կլիներ, ու իսկապես, որտեղ դա պետքա փոքրուց սկսել, էլի, մեծ տարիքում չես կարող սկսել։ Գիտես ինչ պահ կա, օրինակ ես էլ դե մենք սիրում ենք Instagram-ում ցույց տալ մեր կյանքը ու ես երբ որ story եմ անում, որ ես չգիտեմ, առավոտը հավեսով թենիս եմ խաղում, ինձ կարող է ինչ-որ չինեմ, random գոլեգա կամ ընկեր ասի՝ «Մի հատ արի երկուսով գնանք կորտում թենիս խաղալու»։ Նու դեպքեր էլ են շատ անգամ իրանք չեն հասկանում թենիսը ինչքան դժվար սպորտաձև է։ Մի անգամ էլի տենց դեպք եղավ, ես 2 հատ ռակետ ունեմ, որոնցից որ այն որով որ ես չեմ խաղում, դու ինձ ասել ես, որ շատ չոր ռակետ է ու հարմար չի։ Մի խոսքով, հա, պրոստաֆը, գոլեգայից տվեցի այդ պրոստաֆը, ես իմ համար իր հետ խաղում եմ, ինքը տենց ակտիվ խաղում է տղայա, որ 30-նանց տղամարդ է, ասենց ակտիվ խաղում է, ինձնից էլ ակտիվ բան, ես էլ իրան այդ քո ասած ձևով ասում եմ, այ դու կարաս գնաս տրեներից մոտ պարապես, մի քիչ տեխնիկա կդնի, մի քիչ բան, մի խոսքով տենց խաղացինք, վերջացանք, դրանից հետո 2 ամիս երևի միջև հիմա դեռ բողոքում է ինքը իր ցավերից, ծորքի ցավից, սխալ տեխնիկայի պատճառով է դա։ Մի խոսքով խորհուրդ չենք տալիս միանգամից այդպեսի։ Եթե թենիս, չէ, եթե լուպիցկի ուզում են գան թենիսի, առաջինը պիտի գան մարզիչի մոտ, տեխնիկան մարզիչը մի քանի ամսվա ընթացքում կարանա դնի, չնայած դա ամիսների չէ, դա տարիների գործել է, բայց օքեյ, ինչքան հնարավոր է, հա, բազովի մի քանի բան դնի մարզիչը, որ դու հետո կարանաս ինչ որ մի մակարդակի ընկերների հետ խաղաս, որտեղ ուրիշ չի։ Այդ միշտ թվում է, որ ինչ որ եթե դու աչքով դա տեսնում ես, քեզ թվում է հեշտ, դա իրականում հեշտ իրականացվող է։ Դա նույն սնոուբորդի կամ չգիտեմ, լիժեքի պրինցիպն է, այսինքն դուք չեք կարա պրոստը գնալ կանգնել սնոուբորդի վրա եւ քշել։ Դուք պետք է ունենաք մարզիչ, նախնական ինքը ոնց որ ձեզ բացատրի դա ոնց է իրականացվում, նույնն էլ թենիսի, դաշնամուրի, չգիտեմ, փոքր թենիսի։ Դու տաղանդ ունենաս, դու սովորես թենիսը կոնկրետ, դու պիտի ունենաս տաղանդ։ Ոչ մեկ չի պատկերացնում տեխնիկապես իհարկե ինչքան դժվար է, բոլորին թվում է թե գնդակ է ու ռակետ ու պետք է խփել ու վատային է, որ մի անգամ փորձում են գալիս են կորտ, վերցնում են, խփում են այդ ռակետով գնդակին ու իրանց թվում է թե հեշտ է։ Թե իրենց թվում է որ իրենք թենիսն են խաղացել։ Վերջերս ես արեցի MRT հետազոտություն
մի երիտասարդի, ով որ ոչ թե թենիս էր խաղացել, այլ փադլ էր խաղացել, ընկերներով հավաքվել էին փադլ էին տրավմապասները վրակետը ծանրը։ Ու ինքը ուներ այդ էպիկոնդիլի տասվածը, որը որ այդ թենիսիստի ձեռքի վնասում ասվածն է, ու բավականին, թենիս էլբո վիճակը իր մոտ առաջացել էր մի անգամ փադլ խաղալուց, ու ինքը այնպես sense կոպիտ ասած շատ հիասթափված էր, ասում ախր ես չէի պատկերացնում, նայում էի sense բոլորը փադլ են խաղում, բոլորը գնում են փադլ խաղալու, դու ես փադլ խաղում, ես եմ փադլ խաղում, ես եմ ամեն փադլ խաղալու, ամեն փադլ խաղալուց հետո իմ ձեռքն էլա ցավում, որովհետև տարբեր շարժումներ է, թենիսի հետ ինքը այդքան կապ չունի, ռակետը ավելի փոքր է, ռակետը ավելի ծանր է, նագրուսկան ուրիշ ձև է ձեռքի վրա ընկնում, հա, то есть լիքը խնդիրներ կա։ Հա, թվում է թե փադլը ավելի հեշտ է լինելու, բայց փադլը ավելի հեշտ է այն առումով, որ ինքը տեխնիկական սպորտ չի, то есть այդքան տեխնիկա քեզ պետք չի, բայց դու մեկը պիտի հասկանաս ոնց խփես, որ ձեռքդ չցավացնես։ Հա, այնպես որ փադլն էլ կապ չունի, որ մարդիկ հավաքվում են 4 հոգով, որպես ժամանակ անցկացնելու մի միջոց խաղում են, բայց ամեն դեպքում փադլ խաղալուց առաջ էլ վերցրեք մարզիչ, Անին ինձ խորհուրդ տվեց մարզիչ, ես փադլն էլ գնացի։ Ռոբջան, պրիվետ։ Հա, իդեպ Ռոբերտի մոտ առաջի մարզումը անվճար է, այնպես որ փադլ խաղալուց էլ ուշադիր եղեք։ Դե կնշեք այդ մարդու էջը, ոնց որ օդի մեջ ասում եք Ռոբե, որ ես ինչի վադեմ Ռոբերտո։ Մեզ ավելի լավ, որովհետև ինձ ու Մերին ավելի լավ, որովհետև այդ մարդիկ այդ խաղերից հետո գալիս են MRT-ի։ Այո, ոնց ենք կլիենտուրա չէ, ձեր դու գնում ես թենիսի, ես գնում եմ պիլատեսի, որ հետո կլիենտ։ Նույնն է երիտասարդին այդ թենիսը բայով որ փադլ էր խաղացել, ես էլ նստած ասում եմ, գիտեք, ես էլ եմ փադլ խաղում, ինքն էլ ոգևորվեց, բայց փաստացի այդ մարդը ձեռք էր բերել մի օրվա մեջ շատ լուրջ խնդիր, լուրջ են առումով, որ դա երկար է վերականգնվում ու ինքը այն վիճակում էր եկել, որ ասենց ձեռքը չէր կարող միջացնել։ Որ ոգային փոփոխություն է ամեն դեպքում։ Բավականին են, որ մեծ այտուցով փաստացի սխալ խաղալու հետևանքեր դա, այնպես որ անպայման դիմեք մարզիչների, պրոֆեսիոնալ մարզիչների, սենց այդ քո ասած հակա գովաստ չլինի, որովհետև մենք շատ ենք սիրում թենիս ու միանշանակ խորհուրդ ենք տալիս, ես ինքս խորհուրդ եմ տալի անպայման զբաղվեք թենիսով, ձեր երեխեքին տարեք թենիսի, դիմեք Անին, գնացեք Անի մոտ ճիշտ տեխնիկա դրեք, խաղացեք, հաճույք ստացեք, բայց ամեն դեպքում ճիշտ արեք ամեն ինչ, որպեսզի քիչ գաք մեր մոտ MRT, շատ գաք, բայց պրոֆիլակտիկայի համար, ոչ թե լուրջ վնասումներով։ Անի ջան, շատ շնորհակալ ենք, որ այսօր մեզ հյուր եկար։ Ես կարծում եմ շատ հետաքրքիր զրույց ունեցանք ու հաստատ հետևորդներն էլ շատ հետաքրքիր կլինի։ Քեզ լիքը հաջողություններ ենք մաղթում համ քո պրոֆեսիոնալ կարիերայում, համ անձնականում, համ քո երեխաներին։ Շատ ուրախ ենք, որ կան մեր երկրում մեր կողքը պրոֆեսիոնալ մարզիկներ, ովքեր որ հասնում են մեծ հաջողությունների ու պրոֆեսիոնալ մարզիչներ, ովքեր որ ճիշտ մոտեցում են ցուցաբերում, չեն զլանում ամեն անգամ կրկնելուց, ասելուց, այդ նույն տեխնիկան 1000 անգամ դնելուց, այնպես որ շատ դաստակը ճիշտ չէ։ Հա, Անին այնպես այնց խաղի ընթացքում, գիտես, Անի այնպես այնց ձայնը անընդհատ ականջիս է։ Ես մեկ լինում եմ, որ ես ճիշտ եմ խաղում, Անին չի ասում ոչ մի բան ու ես բողոքում եմ մի հատ էլ ասում եմ, այ ի՞նչ ես ասում, ասա անընդհատ, այնպես որ շատ շնորհակալ ենք։ Ձեզ մերսի շատ շնորհակալ ենք։ Ես հիշեցնեմ, որ MRT podcast-ի գլխավոր գործընկերը MRT կլինիկն է։